Երբվանից են հայ կանայք զբաղվել ասեղնագործությամբ, ինչ նշանակություն են ունեցել, ինչպես են ասեղնագործության շնորհիվ փրկվել կյանքեր, այս մասին կզրուցենք ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երբվանից են զբաղվել ասեղնագործությամբ։ Ուրեմն երևի ավելի ճիշտ կլինի ասել, թե ասեղնագործությունը Հայաստանում երբվանից գոյություն ունի։ Ինքը հնագույն ծագում ունի, ցավոք, քանի որ ինքը օրգանական նյութ է, հա, ասենք թելը, կտորը իրենք շատ շուտ են քայքայվում եւ մենք դրա հնագույն օրինակներ չունենք փաստագրված, բայց ունենք իհարկե կողմնակի, այդպես ասեմ, հա, ուղղորդող մեզ սկզբնաղբյուրներ, որոնք փաստում են, որ ասեղնագործությունը հայերի մեջ ըստ երևույթին գոյություն ունի մի քանի հազար տարի, հստակ չենք կարող թիվ ասել։ Բոլոր դեպքերում հայերեն առաջին թարգմանած գրքում, Աստվածաշնչում արդեն ասեղնագործությունը, հա, տերմին, այդպիսի գոյություն ունի։ Դա նշանակում է, որ ինքը հայտնի է եղել եւ բնական է նաեւ, որ ասեղնագործությունը գերազանցապես կանանց զբաղմունք է եղել, չնայած ասենք միջնադարում մասնավորապես, միգուցե եւ ավելի վաղ շրջանում նույնպես, որի մասին մենք փաստեր չունենք, բայց միջնադարից վստահաբար մենք գիտենք, որ ասեղնագործությունը եղել է շատ լայն տարածում ունեցող եւ մեծ պահանջարկ ունեցող արհեստ այս դեպքում, որը քաղաքներում է եղել, որոնք հիմնականում տեղակայվել են քաղաքների առանձին թաղամասերում գործող արհեստանոցներում եւ որտեղ աշխատել են տղամարդիկ։ Այսինքն տղամարդ վարպետներ են եղել, որոնք զբաղվել են ասեղնագործությամբ եւ մենք նույնիսկ անուններ ունենք պահպանված այդ վարպետների, որոնք նվիրատվություններ են արել մեր եկեղեցուն, մասնավորապես Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, եւ դա գրավոր ֆիքսված պահված է, ել չեմ ասում, որ իրենց գործած վարակույրը նույնպես այսօր գտնվում է Էջմիածնի թանգարանում։ Բայց իհարկե որպես զբաղմունք դա կնոջ հիմնական զբաղմունք է եղել, որով ինքը ինչպես տնային մյուս իրեն համար բնորոշ աշխատանքները ձեռքով արվող ինքը մշտապես զբաղվել է, մշտապես, այսինքն ազատ ժամանակ ունեցած պարագայում ինքը ուրեմն ասեղն ու թելը վերցրել է եւ սկսել է գործել։ Այդ առումով մենք իհարկե հստակ ֆիքսված թիվ, թե երբ են սկսել, երբվանից չունենք, բայց ունենք վկայություններ այն մասին, որ արդեն իսկ վաղ միջնադարում ինքը շատ բարձր կատարելության էր հասել, իսկ դա ցույց է տալիս, որ ուրեմն ինքը շատ ավելի հին է, որտեղ կատարյալ վիճակի հասնելու համար պետք է ճանապարհ անցնել։ Կարծեմ հենց անիից են, չէ՞, գտել ամենահին։ Չէ։ Նայեք ասեմ, այո, մինչև վերջերս անիից էր, բայց արենի պեղումներից, այո, որտեղից շատ գործվածքի մեծ հավաքածու դուրս եկավ եւ որտեղ նաեւ հայտնաբերվեց մի փոքրիկ կտոր հենց ասեղնագործության, ասեղնագործված ըստ երևույթին հագուստի կտոր է դա, բրդի թելերով արված, ընդ որում, այսինքն դա լրիվ ժողովրդական ասեղնագործություն է, էլի, որը թվագրվում է 7-ից 9-րդ դարերով, մեր թվարկության իհարկե, բայց սա ասեղնագործված, հա, հագուստի կամ ինչ որ ծածկոցի, ինչ որ իրի ամենահին օրինակն է, որը հայտնաբերվել է Հայաստանում։ Անիինը ավելի շուտ է հայտնաբերվել, դա Մարի եւ Օրբելու պեղումների ժամանակ են ի հայտ եկել, այդտեղ վերնախավային է, որովհետև ասեղնագործությունը մետաքսից է, ոսկեթելերով է եւ պահպանվել է Տիգրան Հունենցի ազգականուհու երեխայի, աղջիկ երեխայի ուրեմն թաղման, այսպես ասեմ, հանդերձանքի ձևով։ Դա եւ զգեստ է մետաքսյա, եւ գլխի դեմքի վրա գցած ծածկոց է, եւ գլխի տակ գցած ծածկոց է, որոնք նույնպես ասեղնագործված են եւ որոնք նույնպես ներկայացնում են արդեն 13-րդ դարի վերնախավային ասեղնագործությունը, այնպես որ մենք ունենք նաեւ այդ հնարավորությունը այսօր եւ ժողովրդական ասեղնագործությունը տեսնելու իր հնագույն դրսևորում
եւ էլիտար, այսինքն իշխանական, որտեվ հետո արդեն երբ որ մեր արքունի իշխանական տոհմերը վերացան, պատմության թատերաբեմից դուրս եկան, ցավոք սրտի այդ առարկաներն էլ դուրս մղվեցին եւ միայն մանրանկարների մեջ է որ մենք տեսնում ենք իրենց հագուստը, իրենց շրջապատող կիրառական առարկաները կամ մեր մատենագիրներն են նկարագրում շատ շքեղ գեղեցիկ ոսկեթելով արված տարբեր տեսակի աշխատանքների մասին դրա փոխարեն պահպանվել է եկեղեցում մեր եկեղեցական ասեղնագործությունը, որը կարելի է ասես ասել, ասեղնագործության մյուս ճյուղն է, հայկական, դապես առանձնացնում ենք մենք դա, որտեղ եւ տեխնիկայով, եւ գործառույթներով եւ այլն իրենք տարբերվող են։ Եկեղեցական ասեղնագործությունը, որը եւ հանդերձանքի ձևով է, այսինքն հագուստի մեջ համար արված ասեղնագործությունը եւ եկեղեցական սպասք է, որը եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ օգտագործվել է, հա, գործվածքի տարբեր տեսակներ։ Վրայի ասեղնագործությունները դրանք հատկապես նրանք, որոնք ես ինչպես ասացի, արվել են հատուկ արհեստանոցներում, հատուկ վարպետների կողմից, դրանք շատ հարուստ են, շատ բարդ տեխնիկայով են արված, շատ շքեղ են եւ վստահաբար կարելի ասել, որ մենք դրա միջոցով կարող ենք պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել մեր իշխանական եւ արքունի, ասենք, ասեղնագործ առարկաների համալիրը։ Բոլոր դեպքերում ամենահին պահպանված այսօր օրինակը եկեղեցական ասեղնագործության 1448 թվականի խաչվառն է, որը նույնպես Էջմիածնում է գտնվում։ Իսկ Արենիում, որ գտել էին այդ գործվածքը, զարդանախշերի տարբերություն կա։ Դե նայեք, ժողովրդական ասեղնագործությունը ինքը մի քիչ ավելի պարզ է եւ տեխնիկայով է պարզ, բնականաբար եւ նյութով է պարզ, մի քիչ sense կոշտ հյուսվածքի, մի քիչ բրդիտելերով է արված եւ երկրաչափական պարզ զարդանախշեր են, որոնք այսօր այդ նույն նախշերը մենք տեսնում ենք եւ մեր գորգերի մեջ եւ կարպետների մեջ եւ ասեղնագործության մեջ, այսինքն ինքը թեկուզ երկու զարդանախշի ձև է պահպանվել ընդամենը, բայց այդ երկուսն էլ մենք հետագայում տեսնում ենք մեր գործվածքի մյուս տեսակների համալիրներում։ Ինչ վերաբերում է անիի հագուստին, տեսեք, այս էլ է հետաքրքիր, որտեղ եւ տեխնոլոգիապես, հա, անիի հագուստի ոսկեթել ուրեմն ասեղնագործությունը ինքը երկու տեխնիկա է, մեկ ոսկեթել հարթակար է շատ նուրբ, հա, հատուկ տեխնիկա է, որը եկեղեցական ասեղնագործության մեջ մինչեւ 19-ի վերջ պահպանվել է, այն երբ որ ձեռքով են արել, էլի։ Եվ մյուս տեխնիկան դա քուղակար ասեղնագործություն է, այսինքն ոսկեթել, մետաքսաթելի ոլորապտույտով, հա, այդպես ստացված թելեր են դրանք, որոնցով ասեղնագործությունը արվել է եւ այդ տեխնիկան էլ, քուղակար տեխնիկան Արևմտյան Հայաստանում մինչեւ 19-րդ դարի վերջ շատ լայնորեն կիրառվում էր եւ պահպանվում էր, եւ նույնիսկ զարդանախշերը մենք այսօր ընդհանրություններ ենք տեսնում բավականին մասնավորապես բարձր հայքի կանանց հագուստի ասեղնագործության մեջ։ Այսինքն հեշտորեն կարողացել են տարբերակել թե որ շրջանի ասեղնագործություն է։ Չէ, ուսումնասիրությունները ոնց են, ուսումնասիրվում է նախ նյութը, հետո տեխնիկան, հա, հետո զարդանախշը։ Ու մենք տեսնում ենք, որ այդ տեխնիկայով մենք ունենք հետո արված բազմաթիվ ուրեմն գործեր հագուստի վրա, մասնավորապես չնայած ուրիշ տեղեր կա, բայց քուղակարը առավելապես արևմտահայ մեր հատվածում, ասենք հատկապես Կիլիկիայում բարձր հայքում օրինակ, հա, դա շատ տարածված է մինչև 20-րդ դարի, սկիզբ 19-րդ դարի վերջ մեր ավանդական հագուստի համալիրում։ Դե նախշերն էլ տեսնում ես, համեմատում ես, տեսնում ես, որ նմանությունը հատկապես կենաց ծառի, որ պահպանվել են տեղ, այո, դա ավելի արտահայտվում է բարձր հայքի կնոջ հագուստի համալիրում, նույն տեխնիկայով։ Բայց օրինակ Սյունիքում եւ Արցախում այլ զարդանախշեր չէ, իհարկե, կարծեմ աստղածաղիկ, այնտեղ սափոր եւ այլն։ Իհարկե, մեր ասեղնագործությունը հենց դրանով է նաեւ հետաքրքիր, որ ինքը
շատ բազմազան է, ինքը շատ տարբեր է, ինքը շատ հարուստ է եւ ամեն մի տարածաշրջանում ունի իր դրսևորման ձևերը։ Ընդ որում այդ դրսևորումը ոնց է, ինքը եւ նյութով է տարբեր, թե ինչի վրա են անում, հա, ինչ թելերով են անում, ինչ առարկաների վրա են անում, նույնիսկ գործածության, հա, ոլորտներն են տարբեր ըստ տարածաշրջանների, ինչ զարդանախշեր են անում, ինչ գույների համադրություն են իրենք կիրառում, որտեղ էլի տարբեր տեղեր, տարբեր գունային մտածողություն կա, որտեղ այդ գունընկալումը, զարդանախշը, զարդահամալիրը, որով ասենք կառուցվում է ընդհանրապես ասեղնագործ առարկան, գորգը, ասենք գործվածքի տեսակ ինչ է, դա այդ զարդանախշերը հենց այնտեղը չեն դրել, իրենք հստակ ոչ հայերեն տերմին կա կոմպոզիցիա, հա, այսինքն կառուցում ես դա, թե որ նախշը որտեղ դնես, որտեղ այդ բոլորի մեջ իմաստ է դրվել, առանց իմաստի ոչ մի բան չի արվել։ Օրինակ վիշապի եւ օձի զարդանախշ է շատ եղել։ Դա ինչ է նշանակում։ Վիշապը եւ օձը, գիտեք, ինքը օձը մեր ժողովուրդը ունի օձի պաշտամունք հնագույն հավատալիքների մեջ, հա, եւ հետո այդ օձը մի քիչ ավելի ուշ շրջանում վերածվել է վիշապի, որտեղ վիշապ իրականում չկա, դա առասպելական օձն է, որը ավելի խոշոր է, որը ավելի, չգիտեմ, այսպես ուրիշ գործառույթ ունի, բայց դրանք նույնական են, դրա համար մենք մեր ուսումնասիրություններում շատ ժամանակ գրում ենք օձ, գծիկ, վիշապ։ Եվ մեր առասպելության մեջ ինքը երկակի իմաստ ունի, եւ դրական եւ բացասական, հա, ինքը եւ չար ուժերն է ներկայացնում եւ բարի, ժողովրդական պատկերը, տեսեք վիշապը ինքը ավելի չար բան է, եթե հեքիաթներից եկած, ես ձեզ ասեմ, որտեղ մեր վիշապաքարերը, որ այսօր ամբողջ Հայաստանի գիտեք բարձրադիր վայրերում կան, դրանք ջրի ակունքներում են դրվել եւ պաշտպանել են ջուրը, այնպես որ այդ առումով իրենք նաեւ ջրային տարերքի հետ են կապվում, չնայած օձն էլ ունի ջրային տարերքի հետ կապված այսպես հավատալիքներ մեր ժողովրդի մեջ, իսկ ինքը օձը մի կողմից մենք մինչև այսօր էլ մեր ժողովրդի բառապաշարում, մեր առածներում, ասացվածքներում հատկապես, չէ, մենք շատ կիրառում ենք դա, ասենք օձի պես խորամանկ, օրինակ, օձի լեզու թափել, ասենք, հա, կամ օձի պես իմաստուն, տեսեք, ինքը օձը ինչ տարբեր ձևով է ընկալվել, բայց մյուս կողմից մեր ազգագրական նյութերը արդեն բազմաթիվ Հայաստանի գրեթե բոլոր տարածաշրջաններից պահպանված եւ գրանցված ցույց են տալիս, որ օձը համարվել է ընտանիքին, կոնկրետ ընտանիքին հաջողություն բերող, ընտանիքի ոնց ասեմ հաջողությունը պահպանող եւ ընտանիքի բարեկեցությունը ապահովող կենդանի։ Մի քիչ հայերեն չի տերմինը, բայց մեր ժողովուրդը միշտ ասել է, հա, տան դովլատ, հա, այդ ասում են ինքը մեր տան դովլատն է, եւ այդ օձերին, որոնք մառաններ են եկել շատ ժամանակ, հա, եւ բնակվել են այդ մառաններում, մեր տան կանայք, մեծ կանայք, տանտիկինները, որոնք հենց մառան մուտք գործելու, ելնելու եւ այդ գործառույթը իրենցներ, իրենք նույնիսկ այդ օձերին կերակրել են, այսինքն ամաններով, ասենք կաթ են դրել օրինակ, որ օձը գա, այդ կաթը ուտի գնա, եւ մենք ունենք ազգագրական վկայություններ դրա մասին։ Ճիշտ է, որ ժամանակին հայերը հենց բնակարաններում օձեր են պահել։ Ոչ թե օձը պահել են, այլ օձը, որ եկել է իրենց, օձը ինքն է գալիս, դու չես գնում օձին բռնում, բերում քո տուն։ Օձը եթե ընտրել է եւ եկել է քո մառան, եւ սովորաբար մառանում, ինչի որտեղ մթերքը մառանում էր, հա։ Եվ երբ որ ինքը եկել է եւ տեսել են, որ օձ է մտել, հա, իսկ դա հնարավոր չի չտեսնել, նախ գետինը հողից էր եւ հետ չէ հետագիծը կերևար, այսինքն այդ ոլորապտույտը, որ հետո պետք է գնար մեր զարդանախշերի մեջ, հա, տեսեք, այդ հավատալիքը օձի ոլորապտույտի ձևով, հետո պետք է գնար այդ դրսևորվեր մեր զարդարվեստում, բոլոր ոլորտներում, որտեղ որ զարդանախշ կա եւ որտեղ ոլորապտույտ է ընդ որում, հայերեն մեծատառ տայի ձևով, հա, այսպես տ կամ լատինատար S, հա, S, դա օձի պատկեր է։ Ուղղակի ինքը
ոճավորված պատկեր է եւ եթե այդ պատկերը տեսնում ենք գորգերի մեջ, կարպետների մեջ, ասեղնագործության մեջ, ուրեմն դա ցույց է տալիս, որ ինքը այդ առարկայի մեջ դրվել է, որպեսզի պաշտպանի տվյալ ընտանիքը, ամեն մի ընտանիքում չէր, որ այդ օծը կար, հա, բայց այդ պատկերագրված օծը արդեն, որ տանը կիրառվում էր, ասենք օրինակ կախում էին, ծածկում էին, հա, ինչ որ բան դրանով, սնդուկն էին ծածկում օրինակ, հացի վրա էին գցում, հացն էին ծածկում օրինակ, կամ սրբիչի վրա էին անում, կամ սեղան չէ, ասենք հաց ուտելու սփռոցները, հա, որ գցում էին այդ գետնի վրա, դրա վրա էին անում եւ այլն, ասենք տարբեր առարկաների վրա։ Դա հենց այդ իմաստուն էր։ Եվ մեր ասեղնագործության մեջ ինչն է հետաքրքիր, որ դրանք սովորաբար եզրագծերում են լինում, հա, գորգի եզրագծ ոնց, այդ եզրերում են անում, այսինքն ինքը որպես տարածք, ինքը որպես կոմպոզիցիա, հորինվածք, հա, ինքը պաշտպանում էր եւ ամբողջ հորինվածքը, որը նույնպես ուներ որոշակի առասպելաբանական նշանակություն եւ նաեւ դրանով ուներ պաշտպանիչ հատկություն կոնկրետ, ասենք, օծի ձևով։ Զարդանախշերը ունեցել են չարխափան նշանակություն։ Տարբեր նշանակություններ, ես պետք է ասեմ տարբեր են իրենք, իհարկե, օծը պաշտպանիչ է զարդանախշի մեջ, պաշտպանիչ, բայց ասենք հագուստի վրա, հա, որտեղ մենք ունենք բարձր հայկի եւ ոչ միայն ուրիշ տարածաշրջաններում էլ հագուստի մեջ էլի ունենք այդ սպիրալաձև նախշերը, հա, ինքը նաեւ պտղաբերության հետ է կապվում, որպես ջրի հետ կապված տարերքի դրսևորում, որտեվ ջուրն էլ, հա, ինքը պտղաբերության խորհուրդ ունի, ինչի, որտեվ բույսը մինչև չես ջրում, հա, ինքը չի ծլարձակում։ Դրա օրինակ բարձր հայկի կանանց հագուստի համալիրում եւ բուսական նախշեր են, հա, նշիկները, որոնք կենաց ծառի են վերածվում, եւ ամբողջը շուրջ բոլորը հենց այդ օծաձև պարուրանախշերն են, որոնք ոնց որ ջրում են դրանք եւ այդ պտղաբերությունը ավելի ուժեղացնում են, ինչ ասեմ։ Դա ըստ երևույթին մեր ժողովրդի այդ հնագույն առասպելաբանական պատկերացումների դրսևորումներն է հագուստի ձևով։ Խնդիրը նրանում է, որ դա այնքան վաղ ծագում ունի, որ նույնիսկ այդ կրողը ինքը կարող է այդպես չմեկնաբաներ, հա, ուղղակի ասել դե սիրուն է, միշտ այդպես են արել, հա, մեր տատերը, նախատատերը այդ են հագել, մենք էլ ենք այդ հագնում, բայց հետազոտությունները գիտական բնականաբար բերում են դրան։ Կենաց ծառեն չէ շատ պատկերել, որպես չարխափանելու նշան։ Չէ, կենաց ծառը չարխափան չի։ Կենաց ծառը հենց ինքը կյանքի ծառն է։ Հենց ինքը խորհրդանշում է աճը, բեղմնավորումը, հարստությունը, բարեկեցությունը եւ դա նույնպես մեր հիմնական, հա, այսպես զարդանախշերից մեկն է, որը տարբեր դրսևորումներով էլի մեր գործվածքի բոլոր տեսակների զարդահամալիրում կա, այդ թվում նաեւ ասեղնագործության։ Օրինակ, ասենք Արցախի սրբիչների հիմնական կրող զարդանախշն է, ոճավորված, բայց միայն կենաց ծառեր են, այդտեղ թռչուններն էլ վրան, զույգ թռչուն է, տեսեք, այստեղ պտղաբերությունը նույնիսկ այդ ձևով է արտահայտվում, այսինքն կենաց ծառը հետն է զույգ թռչուն, իսկ զույգը դա հենց այդ ծնող զույգն է, հա, դրա համար էլ իրենք արվում են տոնական, ծիսական սրբիչների վրա։ Որովհետև հոդված կար, որ կանայք, այսինքն մայրերը տղաների թիկունքին, հա, այս կենաց ծառ են պատկերել որպես չարխափան։ Դա ոչ թե հոդվածը, դա հոդվածի մեջ երևի զուտ տեղեկույթ է, որտեվ ես եմ այդ մասին գրել, դա եւ Վասպուրականում, եւ Սյունիքում, եւ Արցախում մենք ունենք այդպիսի սովորույթ, հա, որը նույնպես էլի ֆիքսված է, ասենք մեր ազգագրական գրականության մեջ, նույնիսկ բառարաններում, օրինակ Աճարյանը, երբ որ բացատրում է, ինչ է նշանակում ուրփաթարուր, աշփաթարուր, օրինակ բարբառներում տարբեր են իրանք, հա, դա ավագ շաբաթի, այսինքն զատեկից առաջ, այդ ավագ շաբաթի ուրփաթ օրը երկու տեսակի պաշտպանիչ պես գործառույթներ էին իրականացում, եթե այդպես կարելի ասել, մի կողմից այդ դարբինները, հա, լուռ ու մունջ պատրաստում էին երկաթից մատանիներ եւ ապարանջաններ, որ հետո որպես չարխափան
կրեին եւ երեխաները եւ երիտասարդ նորահարս կանայք եւ այլն իսկ ասեղնագործության դեպքում էլի նույն անունով այսինքն անունը նույնն է որտեղ ուրբաթ օրվա առնում այսինքն զատիկին նախորդող ավագ ուրբաթ օրը կանայք այո մայրերը մասնավորապես իրենց երեխաների թիկունքին ասեղնագործ փոքրիկ կութերով այդպեսի կենացառի պատկերներ էին անում կամ օրինակ ուրիշ տարածաշրջաններում նաև այլ ասենք կարող է օծի պատկեր անեին կարող է կարիճի պատկեր անեին որպեսզի պաշտպանեն երեխային հասկանում եք նակ դա արդեն չարխափան էր պաշտպանելու էր բոլոր տեսակի վնասներից այդ առումով Իսկ գույները ինչ նշանակություն են ունեցել։ Հիմա նայեք, գույները գունամտածողությունը ընդհանրապես մեր ժողովրդի ինքը այն արվեստի են ձևերում որտեղ որ այդ գույնը արկա է, հա, դրանք շատ մեծ ընդհանրություններ ունեն։ Մենք այսօր որ նայում ենք, չենք կարող առանձնացնել, հա, սա ասեղնագործության մեջ է, սա գորգի մեջ է, սա մանրանկարչության մեջ է, հա, օրինակ կամ գործվածքի կտորների եւ այլնի մեջ։ Ինքը նույնպես կապվում է մեր ժողովրդի հնագույն պատկերացումների հետ եւ մեր ժողովուրդը ամեն մի գույնին որոշակի իմաստ է տվել եւ այդ իմաստի շուրջ էլ կարեւորելով այդ գույները մեր ժողովրդական արվեստում ինքը ընտրողաբար հենց այդ գույներն է ավելի շատ օգտագործել չնայած իհարկե գունային երանգաբնակը շատ բազմազան է ու շատ մեծ է բայց այնտեղ կան գերակշռող գույներ հա այսինքն դաշտը ինչ գույնի են անում կարևոր առաջնային զարդանախշը հիմնական ինչ գույնի են անում որ գույնը որի հետ են անում եւ այդ առումով իհարկե հատկապես ասեղնագործության մեջ մենք ունենք որոշակի տարբերակումներ։ Դա էլ կապված է թե ինչ առարկաներ են արվել, թե ինչ տեխնիկայով է արվել, ինչ նպատակով է արվել եւ այլն։ Բոլոր դեպքերում մեր հիմնական գույները կարմիրը, կապույտը, կանաչը, հա մի քիչ ավելի քիչ դեղին է սրանք են այն բազային գույները որտեվ կարմիրը մեր համար դա կյանքն է խորհրդանշում քրիստոնեությունից հետո նաև քրիստոնեության արյունը քրիստոսի արյունը դա արդեն քրիստոնեական մեկնաբանություն է բայց ինքը ավելի վաղուն է հա կյանքի նշան է կարմիր արև ասում են, հա, մեր ժողովուրդը եւ իր համար կարմիրը ասենք, տեսեք սևն էլ հակառակն է ինքը սքոն բան ունի։ Եվ կանաչը դա էլի պետքամբերության խորհուրդ ունի կանաչ ճանապարհը, բուսականությունը, ինչով մեր ժողովուրդը ապրել է որպես երկրագործ ժողովուրդ, իր համար դա շատ էական է եղել։ Եվ մեր օրինակ հարսանեկան ծիսաշարը ամբողջ կարմիրի ու կանաչի հետ է կապված կոսբանդը կարմիր կանաչ է եղել, բոլոր տեսակի օրհնանքները կանաչով կարմիրով են եղել եւ այլն, այնպես որ դա էլ ունի իր նշանակությունը։ Բայց մենք իհարկե ասեղնագործության հետ կապված ունենք ասեղնագործության տեսակներ, որոնք միայն սպիտակով են արվում եւ այս դեպքում դա զուտ տարածքային տեղական նշանակություն ունեցող է։ Ասեղնագործական որ դպրոցի ավանդույթներն են մինչ օրս շարունակվում։ Տեսեք, մի ժամանակ եկավ, երբ որ մեր ասեղնագործությունը անկում ապրեց, հա, դա կապված էր մի շարք հանգամանքներով, եւ քաղաքական, հա, եւ սոցիալ-տնտեսական, այսինքն 20-րդ դարի սկիզբը մինչև, երբ որ մեր ժողովուրդը իր բնորանում էր ապրում, շարունակում էր ստեղծագործել, ինքը կրում էր այդ մշակույթը։ Հետո ցեղասպանությունից հետո փախավ, հա, այն հատվածը, որը կարողացավ փրկվել, դուրս եկավ իր բնորանից եւ հատկապես Արևմտյան Հայաստանի մասին եմ ես դա ասում, իհարկե ինչ որ ժամանակ կարծեք թե մի քիչ սկսեցին մոռացան տալ, բայց այստեղ մենք ունենք նաեւ հակառակ դրա երևույթը, որովհետեւ մեր կանանց համար ասեղնագործությունը դա իրենց ինքնության նշանն է, հա, իրենք մեր սփյուռքահայերը, սփյուռքահայ կանայք, ես չեմ նույնիսկ թվարկում թե որ տարածաշրջանի, որտեղ դա համամասնորեն այդպես է։ Ուրեմն իրենք
ասեղնագործության միջոցով փորձում էին պահել իրենց հայկականությունը եւ դրա համար իրենք շարունակեցին ստեղծագործել։ Էլ չեմ ասում, որ իհարկե հենց ցեղասպանության հետ կապված մեր գիլիկահայ, արևմտահայ այն ստվար զանգվածը կանանց, որոնք հայտնվեցին Եվրոպայի երկրներում, Մեծավոր Արևելքի հայ երկրներում, Հունաստանում օրինակ գնացին շատ եւ Եգիպտոս գնացին եւ այլն։ Հենց իրենց այդ ձեռքի աշխատանքով կարողացան իրենց ընտանիքները պահել առանց լեզվի իմացության, լրիվ նոր միջավայրում, որը իրենց անծանոթ է, լրիվ այլ մշակույթում, որը իրենց անծանոթ է։ Իհարկե իրենք ունեցան օգնականներ, հանձինս միսիոներների եվրոպական, որոնք օգնեցին իրենց այդ հարցում, բայց դա իրանց ձեռքի շնորհքն էր, որոնք իրենք կարողացան ապրուստ հայտարարել իրենց երեխաների համար։ Գիտեք ինչքան պատմություններ կան, հա, թե ոնց կանայք առանց ամուսինների, որտեվ գիտեք ամուսինները մեծավ մասամբ չկային, հազիվ երեխեք հետ իրենք գլուխներն առած փրկվել էին։ Իրենց երեխաների ոչ միայն պահել են, այլ նաև այդ ձեռագործը վաճառելու, վաճառելու միջոցով երեխաներին կրթություն են տվել։ Հա, տարբեր երկրներում։ Եվ դա նույնպես փաստ է, այսինքն դա մեր ժողովրդի համար, մեր կանանց համար եղել է փրկողակ, եղել է շատ կարևոր ինքնության, հա, նշան, դրա համար էլ իրենք մինչև մեր օրերը դա պահում են։ Եվ դրանով էր պայմանավորված, որ սիրահայ կանայք, որոնք այս դեպքերից հետո եկան Հայաստան, իրենք մասսայական նացրին, ավելի տարածեցին ասեղնագործության մշակույթը, այնպես չի, որ Հայաստանում կրողներ չկային, բայց այն հետաքրքրությունը, այն մեծ տարածումը, որ ստացավ Հայաստանում, ինքը կապված է նաև սիրահայերի հետ։ Եվ ուղղակի ցավոք սրտի պիտի ասենք, որ տիրապետելով համարյա բոլոր տեխնիկական միջոցների, եղանակներին, մենք ունենք ասեղնագործության առանձին դպրոցներ, որոնք այսօր այլևս չկան։ Մենք ունենք վարպետներ, որոնք փորձում են վերականգնել, կրկնօրինակներ անել, բայց որ ասենք զանգվածային ժողովուրդը զբաղվի դրանով, ցավոք սրտի մենք դա չունենք։ Եվ այդ էր խնդիրը, օրինակ նաև, որ այն թափի ասեղնագործությունը, որը մենք նույնպես պատմականորեն, տվյալներով եւ այլն գիտենք, որ տեղում հայերն են արել, բայց քանի որ ոչ միայն Հայաստան տեղափոխված, այլ նաև Սփյուռքում ապրող մեր կանայք հիմնականում դադարեցին դրանով զբաղվել արդեն երևի 1950-60-ական թվականներից, որտեղ դա շատ բարդ եւ նուրբ աշխատանք է եւ պիտի պահանջարկ լինի, հասկանում եք, եթե այդ պահանջարկը չկա, աշխատանքը չի արվում։ Ոնց որ դուրս մղվեց։ Մենք ունենք ելի եմ ասում վարպետներ, մենք չունենք, բայց ասենք այն դպրոցը ոնց որ թե այլևս չկա Արցախի դպրոցը, ցավոք սրտի, այն Արցախի հրաշալի ասեղնագործությունները, որ մենք տեսնում ենք թանգարաններում, այսօր էլի կրկնօրինակում են վարպետները, դա լրիվ ուրիշ բան է, հա, կրկնօրինակելը, բայց այն որ դու անում ես ու sense լայն տարածում ես անում, այդպես չի։ Եվ նույնը վերաբերում է վասպուրականին, ցավոք սրտի, վասպուրականի վանի կարը մասնավորապես եւ դրանով արված աշխատանքները նույնպես այսօր չկան։ Մնացածը մենք Փարքաստու ունենք եւ Ուրֆայի կարով այսօր շատ ունենք եւ Մարաշի կարատեսակներով երկու շատ այսօր վարպետներ ունենք եւ ոչ միայն վարպետ, այլ նաեւ սուտ հետաքրքրվողներ, որոնք գնում են դասընթացների, իրենք իրենց համար սովորում են, հա, եւ դա այսօր ամենա տարածված, ամենա մեր ժողովրդի մեջ կիրառվող ասեղնագործության տեսակներն են։ Իսկ ժամանակակից մոտեցումներին ինչպես եք վերաբերում։ Նայեք, շատ դրական։ Ինչու, որովհետև ժամանակները փոխվում են, մշակույթը փոխվում է, մարդկանց պահանջարկները փոխվում են, կյանքի պայմանները փոխվում են, հա, որտեվ եթե այն առարկաները, որոնք 19-րդ դարում էին անում եւ օգտագործում են, այսօր դրանց պահանջարկը կարծեք թե այնքան էլ չկա, բայց այսօր կա այլ առարկաների պահանջարկ։ Դրա համար այսօրվա մեր վարպետները, որոնք ստեղծագործում են, իհարկե իրանք նաեւ մեծ գործեր են անում, հետաքրքիր աշխատանքներ են անում, բայց քանի որ շատերը նաև դրանով ապրուստ են հայթայթում, այսօր էլ դա ապրուստի միջոց է, շատերի համար, հա, ինքը ավելի շատ գնացել է հենց այդ, այսպես ասեմ, շուկայական հարաբերությունների ոլորտ,
հա, եւ ինչ պահանջար կա։ Այսօր ասեղնագործությունը գործառույթ փոխել է։ Իր ավանդական գործառույթը ասեղնագործության եւ ոչ միայն ժողովրդական արվեստի ընդհանրապես, հա, ինչ է եղել։ Հիմնական գործառույթը իր եղել է կիրառական, այսինքն ոչ մի առարկա չի արվել հենց այնպես դեկորատիվ, բոլորը օգտագործվել է կենցաղում, հա։ Երկրորդ ինքը ունեցել է, ինչպես ասի, գեղագիտական, այսինքն ինքը գեղեցկացրել է շրջապատը, հա, մեր տները մարդիկ արել են, որպեսզի շքեղ լինի, գունագեղ լինի, հա, միագույն չլինի եւ գորգը եւ ասեղնագործությունը էդ են արել։ Ինքը ունեցել է տոնածիսական, այսինքն հավատալիքների հետ կապված ամբողջ զարդանախշերը եւ այլն, հա, հագուստի սկսած մինչեւ կենցաղային ամենատարբեր առարկա։ Եվ ինքնության նաեւ, հա, տեսեք, ես ասի, որ դա նաեւ ինքնության նշան էր, որտեղ գործում էին, պահում էին որպես իրենց ազգային էթնիկ նշան։ Հիմա գործառույթները փոխվել են։ Այսօր ինքը էլի էթնիկ նշան է, ինքը որպես ինքնություն մնացել է։ Մեր կանայք շատ լավ գիտակցում են, որ սա հայկական է։ Եվ դրա համար հենց շեշտը դնում են դրա վրա, հայկականության, իսկ մնացած գործառույթներով ինքը տարբերվել է։ Այսօր հուշանվերային է գալիս, ավելի շատ մարդիկ պատրաստում են այնպիսի բաներ, որոնք որպես հուշանվեր հեշտ է գնել եւ ուրեմն դուրս տանել, կամ պատվերով են անում, իսկ պատվերը ոնց է, արդեն դա պատվիրատուն ինչ ուզես դու այդպես ես անում եւ այդտեղ էլի որոշակի փոփոխություններ են լինում, բայց դա մեր այսօրվա իրականությունն է եւ կարեւորում եմ ես այն, որ բոլոր դեպքերում մեր վարպետները փորձում են մնալ ազգային ավանդույթների մեջ, փորձում են շարունակել այդ ավանդույթները, ինչը ես գտնում եմ, որ անշուշտ ցանկացած մշակութային երևույթ ինքը զարգացող է, դինամիկ է, հա, ինքը փոփոխվում է նոր աշխարհայացքի հետ կապված, նոր կենսապայմանների հետ կապված, նոր գիտելիքների եւ նոր նույնիսկ հավատալիքների հետ կապված էլ։ Հիմա նոր զարդանախշեր չեն ստեղծվում։ Ստեղծվում են, իհարկե ստեղծվում են, բայց մեր վարպետները փորձում են նաև այդտեղ որոշակի մոտեցումներ անել։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք ունենք տարբեր վարպետներ։ Ունենք վարպետներ, որոնք մնում են ավանդականի մեջ, փորձում են զուտ դրանով, եւ ունենք վարպետներ անհատական, որոնք աշխատում են պահելով ազգայինը, տեխնիկան են պահում ազգային, չգիտեմ, գունային համալիրը կամ, բայց ստեղծում են իրենց սեփականը։ Եվ դրանով օրինակ իրենց աշխատանքները մյուս բոլորից տարբերվում են, եւ մենք ունենք այդպիսի վարպետներ։ Ամեն դեպքում հայ կանայք ասեղնագործության միջոցով ինչ հաղորդագրություն են փոխանցել սերունդներին։ Գիտեք, հաղորդագրություն ասելը մի քիչ ճիշտ չի, բայց դա ասեղնագործության միջոցով մենք գիտելիքներ ենք փոխանցում։ Մենք փոխանցում ենք մեր հնագույն հավատալիքները։ Մենք փոխանցում ենք մեր էությունը։ Մենք ինչ ենք, ով ենք, հա, ինչպիսին ենք, որովհետև այդ գույնը, այդ նախշը, այդ պատկերը, հա, այդ առարկան, որ մենք ստացել ենք, դա հենց մերն է, եւ դա փոխանցելով հաջորդ սերունդներին մենք փորձում ենք պահել նաեւ մեր հայկական ինքնությունը։ Ես կարծում եմ, որ առաջնայինը դա է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, որ հնարավորություն տվեցիք ասեղնագործության մասին մի փոքր ինֆորմացիա տրամադրել։ Մենք զրուցում էինք ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանի հետ։